Ընկերներ, ողջույն, մենք շարունակում ենք Python-ի խնդիրների դիտարկումը loop-երի վերաբերյալ։ Այսօրվա խնդիրը հետևյալն է. գրել ծրագիր, որ հաշվում է 1-ից մինչև n թվերի գումարը, n-ը բնական թիվ է, ներմուծվում է օգտագործողի կողմից։ Այս խնդիրը լուծելու ենք օգտագործելով while loop-ը։ Եկեք հայտարարենք n փոփոխական, որ ոչ մեր ծրագրի աշխատանքի ընթացքում n հավասար է int input այսպիսով n փոփոխական հայտարարեցինք, իրեն արժեքը ոչ մեր ծրագրի աշխատանքի ընթացքում։ Հիմա պետք է գրենք ծրագիր, որը կհաշվի 1-ից մինչև n թվերի գումարը։ Մենք գրել ենք նման ոճի ծրագիր, մասնավորապես գրել ենք ծրագիր, որը արտացում է 1-ից մինչև n թվերի գումարը։ Հիմա այստեղ նույն գործողությունն ենք անում, ուղղակի արտածելու փոխարեն անընդհատ այդ գումարը մեր հաշվիչի մեջ գրելով, գումարելով մեր հաշվիչի նախկին արժեքին անցնելու ենք առաջ։ Այսինքն, նախ եկեք հայտարարենք in, որը սկսում է 1-ից եւ հասնելու է մինչև n-ը։ While in փոքր է n, ու փոքր կամ հավասար է n։ Սա այսպես, այսինքն in աճելով գնում հասնում է n-ին, աճելու պահն էլ ապահովենք in պլյուս հավասար 1։ Եթե այս պայմանը մոռանաք, ստանալու եք անվերջ ցիկլ, in միշտ փոքր լինելու n-ից, եթե n-ը միշտ փոքր կամ հավասար լինելու n-ից, եթե իհարկե n-ը 0 չի։ Ու այստեղ քանի ասեմ բնական թիվ n-ը 0 չի լինելու, այսինքն 1-ից բարձր կամական թվի դեպքում սա միշտ բարձրացնելու անվերջ ցիկլ է ստան։ Պետք է դրա համար ապահովել այս իր աճը, որ ապահովում է քո իտերացիաների քանակը։ Շատ լավ։ Հիմա այստեղ ամեն անգամ եւ in աճելով գնում հասնում է n-ի, այդ ի արժեքը պետք է վերցնենք, գումարենք մեր հաշվիչին։ Դրա համար ես այստեղ կհայտարարեմ count ու sum կամ sum var sum variable անունից, որը հավասար է 0։ Ուրեմն sum variable-ի մեջ լինելու է իմ 1-ից մինչև n թվերի գումարը։ Ինչպես են վարվում այստեղ։ Ես այստեղ sum variable-ին, sum var գումարում եմ ու վերագրում եմ sum var գումարած ի արժեքը։ Իր նախկին արժեք գումարած ի արժեքը։ Ոնց է սա աշխատում։ Եկեք հասկանանք քայլ առ քայլ։ Ենթադրենք մեր n-ը 5 է։ In 1 է, այո, sum var-ը 0։ Մեկը փոքր է 5-ից, այո, փոքր է, sum var-ը հավասար է։ Իր նախկին արժեք գումարած ի արժեքը 1 է, չէ՞։ Նախկին արժեքը 0 գումարած 1 եղավ sum var-ը հավասար է 1-ի, in դարձավ 2 այստեղ։ 2-ը փոքր է, այո, sum var-ը դառնում է իր նախկին արժեքը, որը 1-ն է, գումարած ի արժեքը 2, այսինքն 3, sum var-ը հավասար է 3։ Հետո in դառնում է 3։ Այստեղ 3-ը փոքր է, պայմանը տեղի ունի, sum var-ը 3-ը, in 3-ը 6, այստեղ գրվեց իր մեջ 6, in դարձավ 4։ 4-ը փոքր է, պայման տեղի ունի, սրա արժեքը 6-ը, սա 4, այսինքն տալիս է 10, sum var-ի մեջ գրվում է 10։ Հետո in դառնում է 5, 5-ը փոքր է, հավասար պայման տեղի ունի, 10 գումարած 5, 15, sum var-ի մեջ գրվում է 15, եւ ծրագիրը in դառնալով 6, այս պայմանը տեղի չունենում, ծրագիրի աշխատանքն ավարտվում է արդյունքում sum var-ի մեջ գրվելով 15, այն արժեքը, որ ուզում էինք, որ գրվեր իր մեջ։ Եվ այստեղ կարանք արդեն արտածենք, print անենք sum var փոփոխականի արժեքը։ Շատ լավ, եկեք աշխատացնենք այս խնդիրը։ Ու ենթադրենք ներմուծենք հենց օրինակի համար 5-ը, որը որ հաշվել ենք միասին, եւ ահա տեսանք ստացանք 15։ Եթե ես ներմուծեմ 10, ստանալու եմ 55, համապատասխանաբար 1-ից մինչև 10 թվերի գումարը հավասար է 55-ի։ Բայց այստեղ ես մի փոքր այլ փոփոխություն կուզեմ անել, օրինակ տեսեք in հավասար 1-ի փոխարեն հավելյալ փոփոխական եմ հայտարարել, եկեք դա չհայտարարենք, փորձեմ ուրիշ մոտեցում ցուցաբերել նույնպես։ Դրա համար եկեք այս կոդը ես պատճենեմ, բերեմ այստեղ վերագրեմ ու ստեղծ վրան աշխատեմ։ Տեսեք, այս in հավասար է 1-ը նախատեսված էր, որ մինչև n-ը գնար։ Եկեք դա հեռացնեմ, ես աշխատեմ հենց n-ով։ N-ով աշխատելը նկատի ունեմ հետևյալ կերպ։ N-ը ամեն անգամ նվազեցնեմ։ Այսինքն այստեղ sum var-ին կգումարեմ, sum var-ի նախկին արժեք գումարած n, եւ այստեղ արդեն n-ը ամեն անգամ ծրագրի աշխատանքի ընթացքում 1-ով կպակասացնեմ, մինչև ինքը դառնա 0։ Հիշենք, որ երբ դարձավ 0, while-ը loop-ը իր աշխատանքը կավարտի։ Այսինքն ես ոչ թե 1-ից գնում եմ, ենթադրենք 5, այլ 5-ից իշխնում եմ մինչև 0, մինչև 1 կամ ներառյալ։ Օրինակ, հենց 5-ի համար սա դիտարկենք ոնց է աշխատում։ While 5, պայմանը true, sum var-ը հավասար նախկին արժեք գումարած 5, sum var-ի նախկին արժեքն ու 0 է այս պահին, 0 գումարեցինք 5, ստեղ գրվեց 5։ n-ը հավասար է n-1, այսինքն n-ը դարձավ 4։ Բարձրացանք այստեղ while 4, ընտիր, եկանք այստեղ sum var-ը հավասար է, այստեղ 5-ը գրված, այստեղ 4, այսինքն գրվեց մեջը in-ը, ու սա in-ի հավասար, in-ը վերագրվում է sum variable-ին, n-ը դառնում է 3, 3-ը while 3-ի դեպքում պայմանը true է,
3 գումարած 9 գումարած 3 12, 12-ը վերագրվեց սրան, հետո n-ը դառնում է 2, հետո 2-ի դեպքում, հետո 1-ի դեպքում հաշվարկը ճիշտ ասած կորցրեցի, բայց արդյունքում հետադարձ քայլերով գալիս է ասում ենք նույն քայլին։ Տեսեք, այստեղ արդեն հավելյալ փոփոխական ես չեմ հայտարարել։ Եկեք սա աշխատացնեմ։ Ներմուծենք նորից հենց 5-ը, տեսանք 15 է ստացվում եւ 10-ը ներմուծենք, տեսնենք որ 55 է ստացվում։ Վերջ խնդրին ընկերներ, այս խնդիրը այսքանը, երկու տարբեր մոտեցում, ես ավելի շատ կնախընտրեի այս մոտեցում, որտեղ ավելի հավելյալ փոփոխական չեմ հայտարարում։ Այսօրվա համար այսքանը, եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Լավ մնացեք, կհանդիպենք։